Մենք վերադարձանք տաղավար ու քանի որ մենք խոստացել էինք, որ անակնկալ է սպասվելու այսօր մեր խոհանոցում, մենք դե գիտեք էլի, մենք միշտ մեր խոսքի տերն ենք ախր։ Մեր մշտաբնակ Անուշ Խաչատրյանը գեղեցկուի իհարկե տաղավարում է, բայց նրա հետ նաև այսօր Մելինե Ամիրջանյանն է երկրորդ անգամ արդեն այցելում մեր տաղավար, որոնց ուզում ենք շտապենք, ասենք բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս եւ բարի լույս։ Էլի բարի գալուս Մելինե։ Շնորհակալ եմ։ Մեր հեռուստադիտողներին պատմում ենք, որ Մելինեն մեր հավատարիմ հեռուստադիտողներից է եւ արդեն հասցրել է լինել խոհանոցում հատկապես։ Իսկ ո՞նց հայտնվեց նա խոհանոցում։ Դա կարծում եմ հենց նա պատմի։ Պետք է որ Ինչու եւ ինչպես որոշեցիր Մելինե։ Որովհետև մեծ ցանկություն ունեի, դրա համար հայտնվեցի։ Իրականում ես դիմեցի ինքս առաջին անգամ Instagram-յան էջին եւ անմիջապես ինձ պատասխանեցին ու մեծ սիրով հրավիրեցին այստեղ։ Ես էլ եկա եւ նախորդ անգամ մենք պատրաստել էինք գաթա։ Բաղարջի, եւ հիմա էլի օգտակար բաղադրատոմսով է եկել Մելինեն։ Ամենակարևոր բաղադրիչը, որ այսօր իր հետ բերել է, ասա պատմի ոսպը ծլեցրած ոսպ, այո, պատրաստում ենք ծլեցրած ոսպով աղցան, որն առավել օգտակար է, շատ հեշտ է, շատ ջանք չի պահանջվում մեզանից այս աղցանը պատրաստելու համար, ուղղակի այն բավականին հարուստ է վիտամիններով, որը հիմա մեզ էլ ավելի անհրաժեշտ է այս շրջանում։ Պահքային աղցան է։ Հիմա մենք սկսենք զուգահեռ պատրաստել։ Բացի ոսպից ծլեց։ Բացի ոսպից։ Հիմա ասենք մեզ անհրաժեշտ է։ Միայն ոսպը։ Ուրիշ էլ ոչինչ չի բերել Եվ նաև ձեր բաղադրիչները չեն պակասել, չէ՞, ամեն ինչ նորմալ է, չէ՞։ Մի քանի հատ այստեղ ձիթապտուղ է կարծես պակասել, բայց ոչինչ։ Մենք հետո բաժինը լցնելուց Մենք պիտի հավասար այստեղ ֆիլմի նման ասենք։ Գողություն ենք արել, գողություն։ Ոչխար են գողացել։ Ոչխար։ Մենք դա արդեն նկատել ենք, ուրեմն մեզ անհրաժեշտ է բացի ոսպից, վարունգ, լոլիկի չիր, որը լավ կլինի իր ձեթի մեջ լինի, որպեսզի այն եւս օգտագործենք մեր թանձրուկի համար, երկու տեսակի ձիթապտուղ, անկորիզ, մենք վերցրել ենք կալամատա եւ կանաչ ձիթապտուղները, բայց ով ինչ ուզի կարող է վերցնել սև ձիթապտուղ կարող է լինել նաև սևը, ինքը առավել գեղեցիկ է երևալու ափսեի մեջ, գունեղ է լինելու, մեկ կարմիր սող, որը այս պահին ես կտրտում եմ, եւ թանձրուկի համար, ինչպես ասեցի, լոլիկի ձեթից ձիթայուղ, մի փոքր թահինի մածուկ, աղ սև պղպեղ, եւ առատ լիմոնի հյութ։ Ահա, ամեն ինչ հասցրեցիր ասել, բայց ամենակարևորը չասացինք, Մելինեն իր հետ բերել է շատ համեղ շոկոլադե թխվածքաբլիթ, թխվածք, որը բրաունի, բայց ինչ ձևով պատրաստված։ Բայց վեգան բանջարեղենով պատրաստված բրաունի է, որը չեմ ասի ինչ բանջարեղեն է, դուք կուտեք, միգուցե եւ գուշակեք կամ։ Հիմա ես հյուրասիրեմ ձեզ։ Դուք հիմա պետք է Փաստորեն ասում ենք անակնկալ հեռուստադիտողներին, բարձրաց մենք էլ ունենք անակնկալ այսօր։ Հիմա դուք պետք է ասեք, թե ինչով է պատրաստված։ շատ լավ շնորհակալություն։ Պետք է փորձել սա։ Արի ես քեզ հյուրասիրեմ։ Ես մանեն հյուրասիրեմ։ Բայց կգուշակենք համից, թե ինչով է պատրաստված, թե չէ։ Հնարավոր է չգուշակեք, որովհետև ինքը շատ շոկոլադային համ է ստանում։ Ահա։ Բայց միգուցե եւ գուշակեք։ Ինձ թվում է մանեն կգուշակի, որովհետև մանեն ընդհանրապես խոհանոց սիրում է, խոհանոց սիրում է, շատ համեղ, հետաքրքիր բաղադրատոմսեր է ներկայացնում նույնիսկ։ Սա ինձ։ Հա, սա քեզ։ Բայց կոտրվեց, ուզում ես Ոչ, չէ, միևնույն է կիսելու է։ Դե քեզ էլ դիր ու միասին փորձենք։ Մենք մինչև կփորձեն մեր հաղորդավարները եւ կասեն, թե որքան հավանեցին, վստահ եմ հավանելու են, մենք ասենք ծլեցրած, ընդհանրապես ծլեցրած հատիկեղենը ինչով է օգտակար, որովհետև բոլորս գիտենք, որ դա նախ ունի իր կանոնները, անհրաժեշտ է ինչ-որ ինչպես պետք է կատարել է, քիչ քանակությամբ որպեսի ծլեցվի եւ հետո արդեն համտեսել, չպետք է շատ թողնել, ինչպես պետք է անել։ Հիմա ասեմ, ծլեցնելու համար մեզ անհրաժեշտ է 3-ից 4 օր մոտավորապես, առավել օգտակար է եւ առավել
ճիշտ է այն պատրաստելը վիտամիններով հարուստ է, ոսպը դառնում հենց 3-րդ եւ 4-րդ օրը։ Ուրեմն, նախ առաջին օրը, ինչպես լոբազգիները սովորաբար պատրաստում ենք, մենք նախապես թրջում ենք, չէ՞ իրենց։ Այս դեպքում եւս ոսպը թրջում ենք նախորդ գիշերը կամ եթե օրինակ առավոտյան եք անում, իրեն պետք է պահել ջրի մեջ մոտ 8-ից 12 ժամ։ Որից հետո թափում ենք ջուրը, իրեն մի հատ լվանում ենք եւ այդպես թողնում ենք առանց ջրի արդեն, խոնավ վիճակում։ Մենք երկրորդ, երրորդ օրը փորձում ենք անպայման պահպանել ոսպի խոնավ վիճակը, այսինքն պարբերաբար պետք է ծորակից, սովորական սենյակային ջերմաստիճանի ջուր։ Լցնում ենք, այսպես ասած ողողում ենք, ջուրը թափում ենք, ուղղակի որ ոսպը լինի խոնավ, չչորանա, բայց անպայման խառնում ենք իրեն, որպեսզի տակից էլ փտում չառաջանա, որովհետև եթե տակը մի փոքր ջուր լինի, որը որ հնարավոր է մնա, եթե մենք իրեն չխառնենք, տակից ինքը կսկսի փչանալը։ Եվ այդպես երկրորդ օրը դուք արդեն կտեսնեք ծիլերը, իսկ երրորդ եւ չորրորդ օրը կարող եք պատրաստել մի փոքր իրեն շոքի խաշում ենք մոտ 5-ից 10 րոպե, նայած ում ինչպես դուր կգա, էլի, մի քիչ խրխրթան, ասեմ որ հումել են ուտում։ Հենց ծլեցնում ես, այդպես եւս կարող ես պատրաստել։ Համեղ է, բայց։ Մեր այս կտորը կարծես ավարտվում է, բայց դեռ չենք կարողանում հստակ ասել։ Մենք երկրորդն փորձենք, Մենք որ ինձ թվում է ամբողջը պիտի ուտենք ու էլի չհասկանանք, բայց Իսկ կան ինչ-որ տարբերակներ։ բանջարեղեն հուշումը միայն այստեղ հասավ օգնության, ես ունեմ մի տարբերակ, չգիտեմ որքանով է դա հավանական եւ հնարավոր, դդմիկ է սա, Ոչ։ Գազար։ ավոկադո, Մի փոքր հուշեմ, գույնը նման է ավելի մեր ստացած թխվածքին։ այս գույնի կարտոֆիլ, այս գույնի բանջարեղեն միայն դա հիշեցի։ Այսինքն մուկ բանջարեղեն է։ Այո։ Մուկ Իսկ, ինչ բանջար, սմբուկ, բազուկ։ Բազուկով է, ճակնդեղ, կարմիր։ Ասեմ, մեր ռեժիսորը առանց փորձելու գուշակեց մեր ականջին գոռում էր բազու։ նա կապրես։ Շնորհակալություն։ Չենք սպասում քեզանից, բայց ապրես։ Իսկ չիայի սերմեր կա։ Չիայի սերմեր նաև, այո։ Չեք սիրում։ Սիրում։ Հենց դա էր ինձ խափում։ Հատիկները, որ մնում Դա էին, Մի փոքր ինքը խրխրթան է դառնում։ իրականում հրաշալի էր։ շատ համեղ էր։ շատ շնորհակալություն։ Ես պատրաստել եմ վեգան բրաունի, բայց բանան, ավոկադո եւ կակաո տարբերակով ու սա ինձ համար իսկապես նորություն էր։ Ես հետո ձեզ կգրեմ, որպեսզի փոխանցեք Շատ բաղադրատոմսը։ լավ։ Իսկ քո պատրաստածը երբ ենք փորձելու։ Երբ ասես։ Մի օր միասին կարող ենք պատրաստել մանե։ Կամ կարող ենք ուրիշ բան պատրաստել, բրաունին Ես կբերենք ես չեմ Ռուբենի գալիս, դուք համար։ միասին միշտ համով բաներ եք պատրաստում։ Չէ, Ռուբեն, քո ներկայությամբ կլինի այս անգամ։ Շատ լավ։ Կիտրոնի հյութն ենք ավելացնում։ Եվ Իսկ մինչև այդ ինչ արեցիք։ մինչև այդ մինչև այդ վարունգը, սոխն եք։ սոխը, լոլիկը եւ լոլիկի չիրն ենք ավելացրել։ Հիմա Մանրացրեցիք ու ավելացրեցինք ավելացրեցիք։ Կտրտել ենք, այո, ու լցրել ամանի մեջ։ Այո, հիմա ձիթապտղի յուղ։ Եվ լոլիկի չիրը, լոլիկի Չրի չրի թանձրուկը, ահա։ թանձրուկը, ձեթը, որի մեջ մարինացվել էր եւ մի փոքր թահին։ Թահինը ինձ համար օրինակ հետաքրքիր համ էր այստեղ, որովհետեւ ես Հա, ինքը օրինակ հետաքրքիր չէի համ կտա։ պատրաստել, այո, այսպես։ Եվ Կարծում եմ բավական է։ մի Եվ փոքր այստեղ աղբխպեղ հետո աղբխպեղ, հիմա կավելացնի։ կավելացնենք ջիթապտուղները, կանաչ նանկորիզը, միանգամից կարող ենք լցնել։ Այսպես։ Եվ վերջ, եւ Եվ կարող ես վերջում աղբ։ իհարկե մեր Օրվա գլխավոր հերոսը։ բաղադրիչը ծլեցրած ոսպը։ Լցնեմ։ Ասեմ, որ ծլեցրած ոսպը շատ օգտակար է, քան սովորական ոսպը։ Ինչով։ Նայեք, սովորական ոսպում ինքը երկաթ ավելի քիչ է պարունակում, քան այսպես։ Երբ մենք ծլեցնում ենք ոսպը, այն դառնում է ավելի դյուրամարս, հարստանում է մանրաթելերով, ֆերմենտներով, որն էլ օգնում է հենց մարսողությանը։ Բացի այդ ամբողջությամբ ինքը բուսական սպիտակուց է, որը անհրաժեշտ է այս օրերին, երբ մենք միս, կաթնամթերք չենք օգտագործում, ամբողջությամբ լրացնում է այդ վիտամինների պակասը։ Նաև վիտամին C է պարունակում իր մեջ, որը որ չկա սովորական ոսպի մեջ։
Եվ բացի այդ շատ գեղեցիկ է հենց աղցանների մեջ ինքը երևում ու շատ համեղ է ստացվում։ Վստահ եմ շատ համեղ կլինի եւ մեր հեռուստադիտողներն էլ անպայման կփորձեն այսպես պատրաստել։ Հատկապես երկաթը, որ ասացիք, անկեղծ ասած, ես ինքս մտածեցի, ես ունեմ այդ խնդիրը եւ անպայման կօգտագործեմ։ Այո, ինքը բավականին հարստացնում է իր մեջ եղած այդ վիտամինները, էլեմենտները եւ ասում եմ, ընդամենը 3-4 օրում մենք կարող ենք ունենալ բավականին հարուստ սնունդ։ Այո։ Այսինքն ունենալ պարզ աղցան, որը էլ ավելի օգտակար եւ հարուստ կլինի։ Իսկ միայն ոսպն եք ծլեցնում, ընդհանրապես կան չէ տարբեր Չէ, ոսպի հետ սիսերն եմ փորձել, սիսերով եւս տաք աղցան եմ պատրաստել, ելի շատ համեղ է ստացվում։ Դե ելի օգտակարության մասին ավելորդ է նորից խոսելը։ Ինչու է ինքը օգտակար։ Օրինակ չոր հատիկը, չէ, ոսպը մենք ջրում ենք, այսպես ասած, եւ կենթանացնում ենք իրեն, նոր կյանք ենք տալիս եւ ինքը որ ծիլ է տալիս, դրանով իր մեջի վիտամինները ակտիվանում են։ Ահա, հետաքրքիր է։ Այդ նույն խորհուրդը ունի, երբ մենք սկսում ենք ծլեցնել, այս ընթացքում բոլորը ածիկ են պատրաստում եւ բամբակի վրա ով ինչ հետաքրքիր, այսպես նորություններ կան հիմա շատ բլոգերների մոտ եւ ով ինչ հետաքրքիր երևակայություն ունի, այդ ձևով զարդարում է։ Քանի որ արխիվում զատիկի տոնն է, բոլորը շտապում են ցորեն ցանել, բայց Բոլորը այսօր բացի ցորենից նաև կարող ենք ցանել հենց ոսպը, կտավատի, այնտեղ չիայի սերմեր։ Այո, եւ հիմա մենք այստեղ արդեն ունենք պատրաստ, մինչեւ դու կավելացնես, ես մոտեցնեմ։ Տեսեք ինչ հետաքրքիր ձևով հիմա այսպես տեղավորում են բամբակը եւ չիան, եղեսպակը ուղղակի ջրով բացել ենք, մի քիչ խառնել ենք, արդեն փքվել է, լավ, եւ պետք է տարածենք հիմա բամբակի վրա։ Իսկ ինչու մենք ընտրեցինք չիա, որովհետեւ շատ գեղեցիկ են, իր կանաչը շատ յուրահատուկ է, ինձ անկեղծ շատ է դուր եկել եւ ես կարծում եմ հեռուստադիտողները ես տեսել եմ ուղղակի, այո, դեռ այդքան կանաչ չի դարձել իմ տան պատրաստածը, բայց մեր հեռուստադիտողները եթե փորձեն տանը պատրաստել, հաստատ իրենք է կհավանեն, գեղեցիկ է ստացվում, այնպես որ կարող եք այս անգամ նաև մի փոքր էլ չիա փորձել։ Հա, տարբերվող է լինում ու եթե դեռ չեք հասցրել ցանել, մենք մեկ շաբաթ 10 օր ունենք, կարող եք թրջել, դուք էլ դնել մութ տեղ, օրինակ ոսպը հենց այդպես էլ ոսպն ենք այդպես անում, ես 3 եմ ցանել ու մտածեցի որ չի լինի, թրջում ենք ամանի մեջ, այսպես թողնում ենք 2 օր, հետո նոր երբ տեսնեք արդեն ծիլ է տվել, 3-րդ օրը կարող եք թանզիֆի կամ բամբակի վրա իրեն այսպես շաղ տալ ցանել ու դնել լուսավոր տեղ, բայց ոչ արևի տակ։ Ահա, իսկ շատերը պահում են արևի տակ, մտածում են թե ես եմ մտածում ուղղակի լուսավոր տեղ ենք դնում, ասեմ որ միկրոկանաչին եւս այդպես է պետք ստանալ, իրեն լույսի տակ ենք դնում, բայց արդեն ծնելուց հետո, 3-4 օրվանից հետո։ Ինչու ասացի միկրոկանաչի, ուզում եմ նաև ավելացնել, որ եթե դուք չեք հասցնում կամ մոռանում եք ծլեցրած ոսպը պատրաստել, հոգ չէ, հաստատ չի փչանա, դնում ենք այսպես ցանում ենք իրեն, արդեն շաղ ենք տալիս ծլած վիճակով եւ սպասում ենք եւս 3 օր կամ 4 օր, այսինքն մեր ոսպի 7-րդ 8-րդ օրը այն դառնում է արդեն վերածվում է միկրոկանաչու։ Էլ ավելի է բարձրանում, փոքրիկ տերևիկներ են հայտնվում իր վրա, որը էլ ավելի օգտակար է, քան ծլեցրածը։ Մենք համեմատականով այսպես բարձրանում ենք ոսպը, ծլեցրած ոսպը եւ արդեն իր միկրոկանաչին որը վիտամինային ուղղակի հրավառություն է, այսպես ասեմ։ Այո, ես մի անգամ եթերում ասացի, որ նույնիսկ մի քանի կապ կանաչու հետ կարելի է համեմատել այս մեկ փունջ միկրոկանաչի։ Այո, ասեմ, որ ինքը 4-ից 40 անգամ մինչև կարող է տատանվել իր օգտակարությունը, վիտամինների օգտակար լինելը։ Այո, այսպես մի քանի կանաչի ավելացնենք եւ գեղեցիկ տեսք կհաղորդի։ Եվ իհարկե այո, հիմա շատ են օգտագործում միկրոկանաչիները, շատ ավելի օգտակար եւ գեղեցիկ է դարձնում թե աղցանները, թե սենդվիչները, նույնիսկ առավոտյան լանչին եւ առավոտյան նախաճաշի եւ լանչի քաղցրի վրա են արդեն գեղեցկացնում, հա։
եւ իհարկե շատ համեղ է լինում։ Տեսնում եք, Ահա, տեսնում եք ինչքան լավ բան է գարունը։ այո, Այո։ շատ։ Այո, շատ համապատասխան է ծլեցրած տարբերակը, հենց գարնանը, նոր կյանք, կենթանություն։ Եվ իդեպ, երբ ծլեցնում են, ինչու է հենց զատկի օրերին, հա, դա արվում, որ ցորենը մեռնում է եւ ցորենը հետո նորից կյանք է ստանում, այո, վերակենդանանում է եւ այդ խորհուրդն ունի։ Շնորհակալություն, հրաշալի էր, կարծում եմ մեր հեռուստադիտողները անպայման կօգտագործեն այս բաղադրատոմսը։ Շնորհակալ եմ ձեզ, ինձ նորից հրավիրելու համար եւ կարծում եմ կհավանեք։ Պետք է գանք փորձենք, որ ասենք հավանեցինք թե չէ։ Բրաունին շատ ենք հավանել։ Դա բրաունի համար, անակնկալի եւ նվերի համար շատ շնորհակալ ենք, շատ շնորհված ենք։ Անուշ, Մելինե, ձեզ շատ շնորհակալություն, իրականում շատ հետաքրքիր բաղադրատոմս է, տարբերվող եւ յուրահատուկ, որը շատ շուտով մենք էլ կփորձենք։ Շնորհակալություն ձեզ, որ դուք էլ մեր տաղավարում եք ու մեզ հետ սկսեցիք առավոտը։ Անուշ լինի։ Շնորհակալություն։ Իսկ մենք շարժվում ենք առաջ։